Արաքացի հարավ-արևմտյան բարձունքներուն վրա Թալինի շրջանի փոքր գյուղի մեջ կանգուն է մի հոյակապ եկեղեցի։ Անվրեպ 7-րդ դարու գործ, անհայտ է շինողը, արձանագրություններ չկան, ներքուստ խաչաձև է եւ անսյուն, լայնանիստ գմբեթ ունի։ Հայ ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանի աշխատությունում այսպես է բնութագրված Արագածոտնի թեմի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին։ Գյուղը մայրաքաղաքից ավելի քան 80 կիլոմետր հեռավորության վրա է։ Նախքան պատարագի սկիզբը Մարաթուկ անսամբլը ազգային երաժշտությամբ ու պարով դիմավորեց տոնակատարության մասնակիցներին։ Գառնահովիտում տոնին մասնակցեցին Հայաստանի տարբեր բնակավայրերից, Սփյուռքից եկած ուխտավորներ։ Որոշեցինք, որպեսզի տոնակատարությունը լինի ավելի լիարժեք, ուխտավորներին դիմավորենք ազգային երաժշտությամբ, որպեսզի միանգամից այդ տոնական տրամադրությունը հաղորդենք, որովհետև այո, հոգևոր տոն է, բայց վերջիվերջո տոն է եւ ուզում ենք, որ ազգային էլեմենտներով, ազգային մասնիկներով հարստացած լիներ։ Հրավեր ստացանք Սուրբ Խաչ եկեղեցու, Երևանի Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովից, Տեր Պարթևից, որպեսզի Կիրակնուրյա եկեղեցու երեխաների հետ միասին, մեր Կիրակնուրյա դպրոցի երեխաների հետ միասին միանանք ուխտին եւ փառք Աստծո, որ եւ ծնողները եւ երեխաները իրենց մասնակցությունը եւ ցանկությունը հայտնեցին միանալու եւ այսօր 20 հոգով միասին եկել ենք Սուրբ Գևորգ տաճար աղոթելու եւ մեր ուխտը նորոգելու Աստծո հետ։ Որոշեցինք նաեւ մեր հետ մեր փոքրիկ Մարիանային էլ բերենք, որպես փոքրիկ քրիստոնյա ինքն էլ մասնակցի մեր Սուրբ Պատարագին եւ իր փոքր աղոթքը միացնի այն ամբողջ ուխտավորների բազմության աղոթքին, ովքեր եկել են եւ իրենց աղոթքն ու ընծայումը մատուցին։ Երևանից շատ հաճույքով բավականին մեծ տպավորություն ստացա եւ եղել եմ նախորդ տարիներին շատ հաճելի է, շատ տպավորիչ եւ հաճելի է։ Անընդհատ հիշում ենք, անընդհատ վերականգնում ենք, այդպես պետք է լինի։ Եթե դուք անցյալդ մոռացար, ապագա չի լինելու։ Եկեղեցին նորոգվել է 2017 թվականին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ Սուրբ Գևորգի տոնի օրը հայտարարվել է Գառնահովիտի եկեղեցու ուխտի օր։ Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանի ձեռքին Սուրբ Գևորգի մասունքն է, որ բերվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնից։ Ինչպես դուք եք տեսնում, այստեղ մեծ շուկով ամեն տարի մենք տոնախմբում ենք Սուրբ Գևորգի տոնը։ Անշուշտ այս ամենի մեջ մեր եկեղեցու մեծ բարերարը տեղ ունի, պարոն Թադևոսյանը, Համլետ Թադևոսյանը, ում ջանքերով այս մեծ միջոցառումը կազմակերպվում է, նաև իր մեծ նյութական միջոցներից ներդրում է մեր Սուրբ Գևորգ եկեղեցու պահպանմանը եւ ել ավելի զորացման ու շենացմանը։ Փառք Աստծո, տարեց տարի գնալով հավատացյալների թիվը ավելանում է այս տոնի օրը այստեղ։ 2017 թվականից ի վեր Սուրբ Գևորգի տոնի օրը եկեղեցին ու բակը լցվում են բազմաթիվ ուխտավորներով։ Բարերարը Համլետ Թադևոսյանը կարևոր է համարում իր ընտանիքի անդամների, համագյուղացիների, հարազատների, ընկերների ջանքերը եկեղեցու տարածքը բարեկարգելու, հիշատակի օրերը տոնակատարության վերածելու գործում։ 17 թվին ես մեր գյուղի ժողովրդի հետ, իմ ընկերների հետ, իմ կոլեկտիվի անդամների հետ նախաձեռնեցինք եւ այս ամբողջ տարածքը, որ տեսնում եք, այսպես շատ լավ ուրեմն հարթ երեխեքը վազվզում են, այս ամբողջ տարածքը ամբողջովին քարեր էր, ավերակներ էր, մաքրեցինք եւ այստեղ հող բերեցինք, լցրեցինք, այս ամբողջ տագով ջրագծեր են անցնում, ջրում ենք, մեր խոսքով ամեն ինչ արեցինք 17 թվից մինչև այսօր մենք եկեղեցու վրա աշխատում ենք։ Ես ծնվել եմ այստեղ, այս ծառերի մոտ է եղել մեր տունը եւ ամեն առավոտ երբ որ լույսը բացվել է, ես այս եկեղեցին եմ տեսել։ Եվ հոգու պարտել, այսպես ասած, չի կարա չանել։ Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում ուխտավորները մասնակցեցին պատարագի, վերապրեցին սրբազան արարողության խորհուրդը, հաղորդվեցին Սուրբ Գևորգի մասունքից բխող զորությանը։ Օրվա պատարագիչը Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանն էր։ Իր քարոզում Տեր Հայրը անդրադարձավ զորավարի հավատի ուժին ու անկոտրում կամքին։ Տոնակատարության մասնակիցները հաղորդություն ճաշակեցին, աղոթքներով կենդանացրին սրբավայրը։
Պատարագից հետո ուխտավորները երաժշտական տոնախմբության մասնակցեցին, մատաղ ճաշակեցին։ Աննա Թամրազյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։